Չինաստանում իր տեսակի մեջ առաջին Legoland Շանհայն է բացվել։ Հուլիսի 5-ին կայանալիք հանդիսավոր բացման արարողությանն ընդառաջ տեղի է ունեցել այսպես կոչված նախնական բացում։ Այգին կլինի աշխարհի ամենամեծ Legoland-ը, առաջարկելով ավելի քան 75 ինտերակտիվ ատրակցիոններ եւ շոուներ, այդ թվում Lego Mini Land-ը, որը ներառում է Չինաստանի տարբեր տեսարժան վայրերը, Շանհայի Pearl աշտարակի երկնաքերներից մինչև Մեծ Պատ եւ արգելված քաղաք։ Կարծում եմ ամենալավը հենց Legoland-ում Lego խաղալն է, քանի որ իմ տանը շատ քիչ Lego ունեմ։ Երբ այստեղ այս մեծ պատն եմ կառուցում, ինձ գեղեցիկ ու երջանիկ եմ զգում, բայց մեր տանն այն կառուցելիս շատ եմ հոգնում։ Այս Legoland-ի ստեղծման համար պահանջվել է 168 ժամ եւ օգտագործվել է ավելի քան 20 միլիոն աղյուս։ Ատրակցիոնների այգին ունի 8 թեմատիկ բաժին, որոնք հաստատ ծանոթ են Lego-ի սիրահարներին։ Դրանց թվում են Ninjagon, Lego ընկերները եւ Monkey Kid երկիրը, որտեղ դասական Lego-ի կտորները կենթանանում են եւ մեծանում։ Աշխարհահռչակ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Բալիոյի տունը կամ Կազա Բալիոն, որը հայտնի է նաև Ոսկորների տուն անվամբ, վերանորոգվել է 1906 թվականի շինության, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, վերանորոգման համար օգտագործվել է 3.5 միլիոն եվրո։ Վերանորոգվել են շենքի հիմնականում հետևի ճակատային մասն ու մասնավոր բակը։ Sabíamos que habían muchos elementos de colores laterales. Մենք գիտեինք, որ ապակու եւ կերամիկայի միջև կողային հատվածներում կան բազմաթիվ գունավոր տարրեր, որոնք նման էին որդատունկի կամ ծաղիկների, եւ մենք գիտեինք, որ մեր բակը, որը նույնպես վերականգնման նախագծի մաս էր, ուներ որոշ բնօրինակ տարրեր, որոնք անհետացել էին։ Օրինակ այս մեծ պերգոլան։ It was my dream to come here to Իմ երազանքն էր գալ այստեղ այցելելու Գաուդիի բոլոր զարմանահրաշ կառույցները։ Ինձ համար սա մեծ պատիվ է եւ ես ինձ շատ բախտավոր եմ համարում այսօր այստեղ գտնվելով։ Շենքի այս հատվածի վերանորոգումից հետո կատարյալ ժամանակ եմ անցկացնում։ Ես ինձ իսկապես բախտավոր եմ զգում, որ այստեղ եմ։ Տասնամյակներ տևած սահմանափակ միջամտություններից հետո ավարտված վերականգնումը բացահայտել է զարմանալի մանրամասներ, մանրակրկիտ հետազոտությունների միջոցով վերականգնելով եւ վերադարձնելով կերամիկան, ապակին, երկաթե իրերը, փայտը եւ ծեփը իրենց նախնական շքեղությանը։ Բալիոյի տունը տարեկան ընդունում է մոտ 2 միլիոն այցելուի։ Վերանորոգման աշխատանքներում ներգրաված են եղել տեղացի արհեստավորներ, որոնք օգտագործել են դարավոր տեխնիկա, իհարկե հարմարեցված ժամանակակից չափանիշներին։ 26 երկրից օդապարուկների ավելի քան 5000 սիրահարները հավաքվել են Դանիական Ֆանո կղզում նշելու կղզու օդապարուկների փառատոնի 40-ամյակը։ Նախատեսված է, որ ամբողջ փառատոնի ընթացքում, որը կտևի 4 օր, երկինք բաց կթողնվի ավելի քան 25000 օդապարուկ։ Փառատոնի կարևորագույն իրադարձություններից մեկը 100 մետր երկարությամբ ինդոնեզական օդապարուկի ցուցադրությունն է։ Օդապարուկներ թռցնողները փորձարկել են իրենց ստեղծագործությունները միջոցառման պաշտոնական բացման արարողությունից առաջ։ We're very happy to be able to celebrate the 40th. Մենք իսկապես ուրախ ենք նշելու Ֆանոյի միջազգային օդապարուկ թռցնողների հանդիպման 40-ամյակը։ Այն սկսել է շատ փոքր, ընդամենը մի քանի զբոսաշրջիկների կողմից օդապարուկներ թռցնելու արարողությամբ, եւ հիմա 40 տարի անց սա օդապարուկ թռցնողների աշխարհի ամենամեծ հանդիպումն է, որտեղ ամեն տարի մինչև 5 կամ 6000 օդապարուկ թռցնող է հավաքվում։ Հայտնի լինելով իր ընդարձակ, հարթ լողափերով եւ կայուն ափամերձ քամիներով, Ֆանո կղզին համարվում է օդապարուկ թռցնելու գլխավոր վայրերից մեկը։ Այցելուներին թույլատրվում է մեքենա վարել մոտավորապես 14 կիլոմետր ձգվող, սեղմված եւ համահարթեցված ավազի վրայով։ Օդապարուկների փառատոնին ներկա են եղել մասնակիցներ Եվրոպայից, Ասիայից եւ Միացյալ Նահանգներից։ Միգելիտո անունով որփացած լամայի ձագը տուն է գտել Չիլիի հյուսիսարևելյան Տարապակա անապատային շրջանի ոստիկանական բաժանմունքում։ Ոստիկանությունը կենդանուն գտել է 5 օրական հասակում, տեղական անասնապահական ընտանիք այցելելիս։ Նրա մայրը սատկել է ծննդաբերության ժամանակ եւ քանի որ համայնքում ոչ ոք չէր կարող նրան խնամել, ոստիկանական բաժանմունքը որոշել է կենդանու ձագին ընդունել իր մոտ։ Նրա նոր ընտանիքի անդամները շշով են կերակրում Միգելիտոին, որն այժմ 3 ամսական է։ Լաման շրջում է տարածքում եւ ներկա է լինում գրասենյակի հերթափոխի ժամանակ։ Միգելիտոն այժմ մեր ընտանիքի անդամ է, քանի որ նա մեզ հետ շրջայցերի է դուրս գալիս, մեզ հետ հերթափոխ է անում, մեզ հետ քայլում է խոհանոց, նա մեզ հետ է ամենուր։ Երբ Միգելիտոյի մասին պատմող տեսանյութն սկսեց լայն տարածում գտնել սոցիալական ցանցերում, Չիլիի ոստիկանությունը կենդանու պատմությունը տեղադրեց իր YouTube-յան ալիքում։
Յոգայի սիրահարները վերադարձել են Նյու Յորքի Times Square միասին իրենց շարժումները կատարելու եւ ամառային արևադարձը վայելելու համար։ Արևադարձ Times Square-ում միտքը հաղթում է խելագարությանը խորագրով յոգան առաջարկում է անվճար սեանսներ ամբողջ օրվա ընթացքում, տարբեր ուսուցիչների մասնակցությամբ եւ ոճերի կիրառմամբ։ Այս միջոցառումն սկսել են անցկացնել 23 տարի առաջ։ Այդ ժամանակ դրան ընդամենը 3 մարդ էր մասնակցում։ Այսօր արդեն ակնկալվում է, որ 9000 մարդ կմասնակցի Times Square-ի յոգայի պարապմունքներին։ Times Square, as you know, is the busiest. Ինչպես գիտեք, Times Square-ը մոլորակի ամենաաշխույժ վայրն է բազմաթիվ շեղող գործոններով, եւ մենք ուզում էինք տեսնել, թե հնարավոր է խաղաղություն գտնել այս վայրում, Նյու Յորքում, որտեղ ես ապրում եմ։ Տարիների ընթացքում մեր միջոցառումը ընդլայնվել է։ Մարդիկ դեռ գալիս են Times Square, եւ դուք կնկատեք, որ պարապմունքի կեսին մարդիկ սկսում են հանգստանալ, նյարդերը սկսում են հանդարտվել, մարդիկ իրենց հանգիստ են զգում, եւ այստեղ իսկապես խաղաղ է, չնայած քաղաքում շատ շեղող գործոններ կան։ Յոգան ծագել է Հնդկաստանից, այն ներառում է վարժություններ, դիրքեր եւ մեդիտացիա, որոնք ուղղված են ֆիզիկական, մտավոր եւ հոգեվոր բարեկեցության հասնելուն։ 2014 թվականին միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 21-ը հայտարարել է յոգայի միջազգային օր Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի առաջարկն ընդունելուց հետո։ Մարոթ Հարվերդյան, Այլ լուրեր։